Այո, չգիտես, որ ես չունեմ քաղաքական հենարան։ Բայց դու չգիտես, որ ես չունեմ։ Այ դուք ինչ ուզենաք կկապեք։ Ինչ ուզենաք կասեք, ինչ ասես ասել եք։ Ձեր խոսքից ելնելով եք։ Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականությամբ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Բարձրաձայն ասում եմ եւ իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք, քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում։ Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով, ուրեմն չեմ ճանապարհ չեմ գնում, այս պահի դրությամբ։ Հետագայում միգուցե կլինի ինչ է պատահ է, որ ասենք։ Մի ասա երբեք, ասա երբեք։ Առանց քաղաքական հենարանի ավականու կազմում ո՞նց եք աշխատել, որովհետև սա նաև քաղաքական մարմին է եւ կուսակցություն է ներկայացված։ Դե հիմա տեսնում ես, որ ասենք մենք բոլորը խմբակցությունները իրենց ձայնը որ տվեցին, դրանից հետո համագործակցենք, աշխատենք։ Մեկը կարող է մի կուսակցության պատկանելություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելություն ունենա, բայց մեր հիմքը պետք է լինի քաղաքի շահը։ Համերաշխություն ասացեք, ոնց եք ապահովելու։ Հանգիստ համերաշխություն։ Խառնակցություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, ամենակարևորը դա է։ Հետևից մարդու հետևից դավեր չդավել, որը մեր իմ ապրած կյանքը այդպեսին է։ Օրինակ այս փուլից հետո ձեր ծրագրերին չքրեարկելը որ պահել կհամարվի թե Այս փուլից հետո ինչ անեն։ Ձեր ծրագրերին օրինակ մյուս ուժերը կողմ չի։ Ուրեմն մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, ուրեմն անպայման նկատի կունենանք իրանք ծրագրերը։ Այնպես չէ որ ասենք մենք վունդերգինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ։ Ոչ, քննարկում ենք բոլորի հետ։ Ընդդեմ ոչ միայն տեխնացուների, ես ասեցի։ Ասում են դուք հավատացյալ մարդ կոնկուրսով Ուրեմն հավատացյալ մարդը կոնկուրսով ոնց եմ առաջադրվել, ասում եմ։ Հիմա կոնկուրսը այն առաջվա Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները հավատքը սուտ է, այսքով մենքով։ Իրանք այդպես չեն մտածում։ Եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես։ Իրանք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոտ, հավատացյալ մարդու պես ապրում են։ Եվ դա շատ կոնկուրսն էլ է փոխվել։ Այո։